Նախորդ օրերին մթնոլորտային տեղումների որակական կազմի փոփոխություն չի դիտվել։ Առաջիկայում էլ Իրանի շրջաններից օդային հոսանքների ներթափանցում չի սպասվում։ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի այս հայտարարության առիթը հարևան Իրանում կանխատեսված թթվային անձրևներն են, ինչն անհանգստություն է առաջացրել նաև Հայաստանում։ Այսօրվա դրությամբ և մինչև մարտի 11-ը ներառյալ մեր երկիրը գտնվելու է հյուսիս-արևելքից, այսինքն Ղազախստանի տարածքից ներթափանցող ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում։ Դրանից հետո 12-ից 20 ընկած ժամանակահատվածում օդային հոսանքների ուղղությունը փոխվում է հարավ-արևմտյանի և դրանք փչելու են Միջերկրական ծովի ավազանից, այսինքն Իրանի շրջաններից մենք օդային հոսանքների ներթափանցում չունենք։ Իրանի բնակչությունը զգուշացվել է, որ նավթապահեստարանների պայթյունների պատճառով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ թունավոր ածխաջրածնային միացություններ, ծծմբի և ազոտի օքսիդներ, և եթե այդ ընթացքում անձրև է սկսվում, ապա այն դառնում է շատ վտանգավոր, կարող է հանգեցնել մաշկի քիմիական այրվածքների, լուրջ վնաս հասցնել թոքերին։ Հետևաբար տեղումների դեպքում խորհուրդ է տրվել դուրս չգալ տնից, իսկ դրսում գտնվել է սպառվել ծածկի տակ։ Նաև խորհուրդ է տրվել մաշկի վրա անձրևի կաթիլներ ընկնելու դեպքում այդ հատվածը չտրորել, քիմիական միացությունները մաշկի տակ չներթափանցելու համար, այլ լվանալ ջրով։ Գագիկ Սուրենյանն ասում է, Իրանի շրջաններից մեր հանրապետություն տեղումնաբեր ցիկլոններ ներթափանցում են շատ հազվադեպ, մի քանի տարին մեկ անգամ։ Իսկ եթե այնուամենայնիվ այդ հազվադեպը հենց այս անգամ լինի, որքանով է հավանական, որ օդում եղած թունավոր նյութերը նույնպես հասնեն մեր երկիր, թե հնարավոր է ճանապարհին չզոքանա։ Եթե լինի նման երևույթ, այդ պահի դրությամբ կկատարվի պրոցեսի գնահատում, որքան է հավանականությունը, որ այդ օդային հոսանքները կտեղափոխվեն Հայաստանի տարածք և ինչ աղտոտվածությամբ օդ կտեղափոխվի Հայաստանի տարածք։ Այսօրվա դրությամբ նման պրոցես մենք չունենք և առաջիկայի համար որևէ գնահատական տալ, որ ունենանք ինչպիսի օդային զանգվածների, ինչպիսի աղտոտվածության ներթափանցում մենք ունենանք Հայաստան, կարծում եմ տեղին չէ։ Ամեն դեպքում Գագիկ Սուրենյանը հիշեցնում է, եթե Իրանից օդային հոսանքներ գալու լինեն, հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը դա կկանխատեսի ու կտեղեկացնի մի քանի օր առաջ։ Աննա Զախարյան, Արտակ Գևորգյան, լուրեր։